Սիրելիներ ողջույն, բարև իմ շատ սիրելի հետևող, ինչպես եք թանկագիներս։ Արդեն մեր մոտ եղանակները լավ են, կամաց տաքանում է, վերջապես գարնաշունչը արդեն զգացվում է։ Սկսում ենք պատրաստել համեղ տորթեր։ Ես սիրում եմ այսպիսի եղանակներ, ինձ կարծես թե մոտիվացնում է, որպեսզի ես ավելի ու ավելի հաճույքով պատրաստեմ։ Այսօր տորթ շանդիլի ենք պատրաստելու։ Հրաշք տորթ է, հեշտ է պատրաստվում, բայց ինքան համեղ է չեք պատկերացնի։ Առաջարկում եմ նաև ձեզ, որպեսզի դուք եք պատրաստեք, բաղադրիչները կարդացեք ներքևում ինչ է անհրաժեշտ, արագ պատրաստեք, ձեռք բերեք, դրեք խոհանոցում ու իմ հետ միասին պատրաստեք։ Այ կտեսնենք, որ իմ հետ պատրաստելով ավելի հեշտ է ու ավելի հաճելի։ Դե ինձ սիրելիներս, նախապես ջեռոց միացնում ենք, դա շատ կարևոր է, որպեսզի նախապես որն է պայմանը, որպեսզի լավ տաքացված լինի, ձեր բիսկվիտը լավ ստացվի, պետք է նախապես, մինչև խմորը կպատրաստեք, ինքը լավ կտաքանա, 180 աստիճան է պետք։ Ի դեպ, եթե օդափոխիչով եք թխելու, 170 աստիճան էլ բավական է, իսկ եթե ոչ, 180 աստիճան, բայց նախապես միացնելը նրա համար է, որ մեր տան ջեռոցները պրոֆեսիոնալ ջեռոցներ չեն ու ջերմաստիճանը լավ չեն պահպանում, դրա համար մի 15-20 րոպե միացնելը շատ կարևոր է։ Ուրեմն, օգտագործելու ենք 4 ծու, օգտագործելու ենք 120 գրամ շաքարավազ, 1 թեյի գթալ սոդա, վանիլին, օգտագործելու ենք 50 գրամ սովորական անհոտ ձեթ, օգտագործելու ենք 100 գրամ ալյուր և 20 գրամ կակաո։ Սիրելիներ, պետք է սկզբից ձուն հարենք շաքարավազով, հետո արդեն կամաց կավելացնենք մնացած բաղադրիչները։ Ուրեմն մի փոքրիկ այսպես դեղնուցները ջարդել, որպեսզի շաքարավազի հետ հետո հեշտ լինի ու հարում ենք։ Մի փոքրիկ ձուն, որ հարված է լինում, այ տեսեք, այսպիսի տես պետք է ունենա, ավելացնում ենք ձեթը ու կրկին շարունակում ենք հարել։ Սիրելիներ, հիմա 1 թեյի գթալ սոդան ավելացնում ենք ալյուրի վրա, մի լավ խառնում ենք, այսպես, ու մաղի միջոցով ավելացնում ենք խմորի վրա։ Հենց մի անգամից հարիչով եմ հարելու։ Մի անգամից կակաոն եմ մաղով անցկացնում ու շատ հանգիստ ամենացածր հզորությամբ հարիչով խառնում ենք։ Կարող եք գթալով էլ անել, խնդիր չկա։ Գթալով երևի ավելի ճիշտ կլինի, նամանավանդ եթե փորձ չունեք։ Ավելացնում եմ նաև վանիլին, այս անգամ վանիլին է, ոչ թե շաքարային վանիլին, այսպես մի թեթև զգուշությամբ առանց հարիչ միացնելու խառնում եմ, նոր հարիչ միացնում եմ, որպեսզի խոհանոցը ամբողջությամբ կակաո կամ ալյուր չլինի։ Այ այսպես։ Վերջ, հարիչը կողք եմ դնում ու շարունակում ենք։ Վերջ, սիրելիներ, ամանը պատրաստել եմ, ի դեպ ամանը մեծ աման է, ձև ամանը շատ մեծ է, 30-40 սանտիմետրանոց է, որովհետև հետո բիսկվիտը կիսելու եմ, չեմ ուզում հաստ շերտ ստացվի։ Դուք կարող եք կլոր պատրաստել, այս տորթը ի դեպ կլոր են պատրաստում, տրամագիծը 24 կամ 26 սանտիմետր, որովհետև պետք է ոչ շատ բարձր բիսկվիտ ստացվի։ Դա է պատճառը, որ մեծ ամանով ենք պատրաստում, ձև ամանով ենք պատրաստում, այսքան առայժմ։ Հիմա ջեռոցս լավ տաքացել է, տարածում ենք խմորը և ուղարկում ենք ջեռոց։ Եթե այսպիսի ձևամանի մեջ եք պատրաստելու, հեշտ է թխվելու, այսինքն 25 րոպե, 30 րոպե պատրաստել լինելու, իսկ եթե կլոր ձևամանի մեջ եք պատրաստելու ավելի փոքր տրամագծով, մոտավորապես 35 րոպե թխվելու է։ Այսպես տարածում ենք և ուղարկում։ Ի դեպ այնպես արեք, որ կակաոն լավ որակ ունենա,
որպեսզի ձեր խմորը բիսկվիտը համեղ ստացվի, չէ որ համն ու հոտը ոչ թե միայն պատրաստելուց է, այլ նաև բաղադրիչների ճիշտ ընտրությունից։ Ավելի լավ է ուշ պատրաստենք, բայց համեղ ու լավ պատրաստենք։ Ուղարկում ենք ջեռած։ Մինչ պատրաստ լինի մեր բիսկվիտը, պատրաստելու ենք կրեմը։ Կրեմը երկու գույն ունի, Իտալիայում իտալերենով ասում են կրեմա շանտիլի բիքոլորե, այսինքն պատրաստելու ենք եփովիկ կրեմ, հետո նոր արդեն բաժանելու ենք երկու մասի ու կակաոյով, այսինքն շոկոլադե կրեմ ենք հետո պատրաստելու։ Իսկ եփովիկ կրեմը պատրաստելու համար ինչ է անհրաժեշտ։ 2 հատ ձու, տեսեք, սովորական ձու է, հարում ենք, ավելացնում ենք 4 ճաշի գդալ շաքարավազ, խնդրում եմ ինձ չասեք 4 ճաշի գդալ շաքարավազը քանի գրամ է, սիրելիներ, 3-4, որ մի քիչ շատ, մի քիչ լինի, ես այսպիսի բաղադրիչները ոչ մի հիմք չեն հանդիսանում, հանգիստ ավելացրեք, եթե ուզում եք ավելի քաղցր, 1 ճաշի գդալ ավելացրեք, եթե ոչ նույնիսկ պակասեցրեք, ուրեմն սա այսպես խառնում ենք, էլի մի լավ, պետք է խառնենք, և ավելացնելու ենք 2 ճաշի գդալ սովորական ալյուր, 1, 2, սա կրկին լավ խառնում ենք, ամբողջին ավելացնում եմ վանիլին և 1 լիտր կաթ, սովորական կաթ է, ոչ էփացված է, սիրելիներ, ոչ տաք վիճակում է սառը, սառնարանից դուրս եմ բերել ու հիմա խառնում եմ, սա լավ խառնելուց հետո դնում ենք կրակին, ավելի լավ է շատ դանդաղ եփվի, շատ հանգիստ եփվի, որպեսզի տակը չկպնի, որովհետև շատերը շտապելու պատճառով շատ հեշտ կպնում է այս կրեմը, ամենաշուտ փչացող կրեմներից է, շատ արագ կպնում է հատակը, նամանավանդ եթե կաթսայի հատակը բարակ է լինում, գնում ենք կրակին մոտ, դնում ենք թույլ կրակին, կրակը ցածրացնում ենք, չենք մոռանում անընդհատ խառնելով և անկյունները անընդհատ մաքրելով։ Այ տեսեք, սկսել է արդեն թանձրանալ, մենք շարունակում ենք անընդհատ խառնել, հանկարծ չփորձեք նամանավանդ այս պահին, այ հիմա երբ որ եփվում է, անջատում ենք կրակը, բայց շարունակում ենք խառնել։ Ես հիմա աչքաչափով 2 մասի եմ բաժանում կրեմը։ Ու մեկի մեջ ավելացնում ենք 1 ճաշի գդալ դառը կակաո։ Առանց վախենալու ավելացրեք։ Ու հետո, քանի այսպես տաք է, արագ խառնում ենք։ Սիրելիներ, լավ խառնելուց հետո, երբ որ համոզվում ենք, որ կակաոն լավ լուծվել է կրեմի մեջ, 2 կրեմներն էլ երեսը հերմետիկ ծածկեք ու թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որպեսզի սառի, որովհետև հետո դեռ սերուցքով բացելու ենք, որովհետև պետք է պատրաստենք կրեմ շանտիլի։ Խմորը պատրաստ է բիսկվիտը, սիրելիներ, թողնում ենք, որպեսզի ձեռքես վառեց, լավ հովանա ու կրեմն էլ լավ սառի, որպեսզի շարունակենք։ Սիրելիներ, բիսկվիտը սառել է, կրեմները սառել են։ Հիմա 400 միլիլիտր սերուցք։ Աշխատեք օգտագործեք թարմ սերուցք, սառնարանում պահող սերուցք, ոչ թե բուսական։ Իհարկե, եթե պահքի մեջ եք, ուզում եք օգտագործել, դա ուրիշ հարց է, բայց երբ որ օգտագործում եք կենդանական ու թարմ սերուցք, մի քիչ ավելի առողջարար է, քան բուսականներ, որտեղ բուսականների մեջ, որոնք չեն պահպանվում սառնարանում, շատ ու շատ քանակությամբ այլ ուրիշ տեսակի յուղեր են, որ դա ընդհանրապես այդ ճարպերը օգտակար չեն։ Հիմա հարում ենք սերուցքը։ Իդեպ մոռացա նշեմ, սերուցքը պետք է լինի լավ սառը վիճակում, հարիչի ոտիկները և ամանը պետք է լինեն սառը վիճակում, որպեսզի սերուցքը լավ հարվի։ Ու սկզբից պետք է հարիչի հզորությունը ամենամինիմալ հզորության վրա լինի, աստիճանաբար նոր բարձրացնում ենք։
Ուրեմն, սերուցքը լավ հարելուց հետո կրեմները բիսկվիտի վրա մի քիչ կրեմ արեցինք, բայց ոչինչ։ Հիմա պետք է հարիչով երկու կրեմներն էլ մի լավ հարենք, որպեսզի այսպես անենք։ Հարթեցնելու նպատակով ենք այս աշխատանքը անում։ Հիմա սերուցքը երկուսին հավասար բաժանում ենք։ Ու խառնում ենք իրար։ Զգույշ, հանգիստ, էփովի կրեմը թեթևացնում ենք սերուցքով և ստացվում է կրեմ շանտիլի։ Իտալացիները այսպես են պատրաստում։ Ու իդեպ շատ համեղ կրեմ է ստացվում։ Վերջ, կրեմներս պատրաստ են, տեսեք, սպիտակ կրեմը և կակաոյով կրեմը։ Սիրելիներ, հիմա բիսկվիտը բաժանում ենք աչքաչափով երկու հավասար մասի ու սկսում ենք պատրաստել։ Վերջ, սկսում ենք հավաքել։ Սկզբի համար օգտագործում ենք սպիտակ կրեմը։ Մի քիչ պահում ենք երեսին նախշեր անելու համար։ Հիմա ավելացնում ենք կակաոյով կրեմը ու 4 մասը ընդհանուր քսում ենք այս կրեմից։ Մնացած կրեմով զարդարելու ենք, սիրելիներ։ Շատ կարևոր է, որ ճիշտ նույն ձևով զարդարենք, որովհետև շանտիլի տորտը հենց այսպես են զարդարում, ամենահասարակ ու ամենապարզ ձևով։ Վերջ, սիրելիներ, տորտը պատրաստ է, դնում ենք սառնարանում, որպեսզի մի քիչ սառի, որովհետև սերուցքով պատրաստված կրեմները խորհուրդ եմ տալիս մի քիչ պահեք սառնարանում, նամանավանդ երբ որ կենդանական սերուցքով է պատրաստվում, կհանդիպենք մի քանի ժամից։ Այս ինչ հոմեղ է, ես մեկ է էլի չթողեցի, որպեսզի լավ սառի, ոնց միշտ, որովհետև արագ-արագ տեսանյութը նկարում ու վերջացնում ենք, սիրելիներ, անպայման պատրաստեք։ Իդեպ, ես արդեն փորձել եմ տեսանյութը նկարելուց, նկատեցի, որ կրեմի մեջ շաքարավազի չափը շատ քիչ է ու շատ անուշ է այդպես, չենք զզվում ուտելուց, շատ շուտ չենք հագելու ու ամենակարևորը ավելի քիչ վնասակար է ստացվում։ Այնպես որ 4 ճաշի գթալ շաքարավազը ամբողջ երկու տեսակի կրեմի բավական է։ Եթե շատ քաղցրակերիկ եք, իհարկե կարող եք շատ ավելացնել, բայց խորհուրդ եմ տալիս, որ չավելացնեք, իսկ սերուցքը ընտրեք առանց շաքարավազի։ Այս կրեմը պաղպաղակ է, ընտիր է։